Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Անցնող չորեքշաբթի հայ եկեղեցին, մեր ընտանիքները, հայ ժողովուրդը միջինքը նշեց և հիշեցուց բոլորիս, որ արդեն հասած ենք մեծ բահեցողության գեսը։ Միջինքը ավետարանական հիմք չունի, չի կար ավետարանեն, ժողովրդական սովորություն է, բարեպաշտական սովորություն է, իրարքով հավաքվելով, քիչ մուդելով հավանաբար իրար զորացնելու, կոդեբնթելու և հիշեցնելու մանավանդ, որ բայցողության շրջանին մեջ ենք և որպես քրիստոնյաներ բարդականություններ ունենք։ Միջինքեմ վերջ միշտ առաջին գիրագին, այսինքն այսօր գգոչվի թադավորի գիրագին և գուկա Հիսուսի բատմած արագներեն մեկեն, որ անիրավ թադավորիմը մասին գխոսիր։ Հիշեցնենք արագը, որբեսի բոլորիս ալի շողությունը վերաթարմանա։ Հիսուս իր աշակերտներուն գբատմե, որ քաղաքի մեջ այրի գին մգար, որ ամեն օր քիշեր ու ցերեկ գերթար թադավորին թուրը գզարներ և իր մեկը խնդրեր, որ իր թադը դեսնե և պաշտպանե զինք անիրավողներեն։ Թադավորը երբեք կարևորություն չէր դար իրեն։ Եվ քանի որ այդ այրի գինը ամեն օր գերթար և թադավորը կան հանգստացներ, ի վերջո թադավորը գսե ինքն իրեն. ես ոչ Աստծուց մեկը վախնամ, ոչ ալ մարդոց մեկը ամչնամ, բայց այս այրին թադը դեսնեմ, որովհետև ալ զիս կան հանգստացնե։ Եվ Հիսուս արագը գեզրափագե եսելով. եթե այս թադավորը, որ ոչ Աստծուց մեկը վախնար, ոչ մարդոց մեկը ամչնար, դեսավ այս այրի գնոջ թադը, հապա որքան ավելի Աստված պիտի պաշտպանե իր հավատացյալներուն, որքան ավելի Աստված թադը պիտի դեսնե իր հավատացյալներուն։ Բայց գսե Հիսուս, կարևոր երբ մարդու որդին երբ նորեն աշխարհ կա, հավատք պիտի գտնե։ Արագինը սկիզբը սիրելիներ կարևորությամբ շեշտեցի, որ Հիսուս այս արագը պատմեց իր առաքյալներուն։ Ավետարանին էջեր երբ որ դարձնենք, ադեններ պիտի տեսնենք Հիսուս կխոսի ամփոխին, ադեններ պիտի տեսնենք, որ իր խոսքը գուղե իր հետևորդներուն միան, ուրիշ ադեններ կտեսնենք իր խոսքը գուղե օրենքի ուսուցիչներուն և փարիսեցիներուն։ Լավ է, որ մտածենք և երբ ավետարանը գարտանք ուշադրություն դարձնենք ադեններ, որ Հիսուս որու գուղե իր խոսքը։ Եվ եթե իր աշակերտներուն գուղե, հավանաբար այդ մեկը նաև կնշանակե, որ այսօր Հիսուս մեզի գուղե իր խոսքը։ Եթե մենք մեզի Հիսուսի աշակերտ կնկատենք, աշակերտ հետևող կնշանակե, որովհետև եթե մենք մեզի Հիսուսի հետևող կնշանակենք, ուրեմն կնշանակե, որ Հիսուս իր խոսքը նաև մեզի ուղղած է։ Եթե մենք Հիսուսի կհավատանք, իր աշակերտներն ենք, իրեն կհետևենք, ուրեմն այդ ինչ որ Հիսուսը ասած է իր առաքյալներուն, իր աշակերտներուն, մեզի ալ ասած է։ Եվ Հիսուս մեզի սելիք ունի ամենօրյա մեր կյանքին մեջ։ Հիսուս քեզի գուզե հիշեցնել ամեն օր, որ ինքը քու հայրդ է, ինքը քու Աստվածդ է, ինքը բարեկամդ է եւ եղբայրդ է եւ փրկիչդ է։ Եվ ամեն օր քեզի գուզե հիշեցնել, որ ինքը քեզի համար մեծ ծրագիր ունի։ Բացառիկ ծրագիր մը պատրաստած է իր երկնքի արքայության մեջ։ Հիսուս քեզի սելիք ունի, եթե դու զինք որպես դերդ եւ Աստվածդ կճանչնաս եւ քեզ որպես Հիսուսի հետևորդ կճանչնաս, քու անցիդ մասին։ Հիսուս քեզի գուզե հիշեցնել, որ սուրբ կյանք մը պետք է ապրիս աշխարհի վրա։ Եթե Հիսուսի աշակերտ կնկատեսնում քեզի, Հիսուս նաև սելիք ունի քու ընկերոջդ մասին, քու չորս կողմդ գտնվողներու մասին, եւ Հիսուս գուզե հիշեցնել քեզի, որ անոնց հետ ինչպես պետք է վարվիս, անոնց հետ սիրով պետք է լաս, անոնց հետ երբ որ աշխատիս, սիրով իրի աշխատիս, անոնց հետ ճիշտ վերաբերիս, ճիշտ խոսիս եւ ճիշտ գործես, որովհետեւ Հիսուսի ուզածը ад է։ Հիսուս երբ այս արագը գբատմե, ավետարանիչը հոն արդեն արագին նպատակը գուդա մեզի, արագ
ավետարանի չգսե Հիսուս այս արագը բացմեց, որովհետեւ աղոթքի կարևորությունը շեշտ է։ Աղոթքի մասին շատ գեղեցիկ բաներ ասված են։ Գանսողներ, որ աղոթքը երկրեն երկինք բարձրացող զանգակ մնե, որ երբ աղոթես երկնքի մեջ կհնչե։ Ուրիշներ գսեն զենք է աղոթքը թշնամիին թեմ։ Ուրիշներ գսեն այն բանալին է, որ երկնքի երկաթե թուրը կփանա։ Եվ այս բոլոր բաներն ալ գեղեցիկ են եւ նույնքան ճիշտ են։ Բայց աղոթքի ամենայն բարձ բացատրությունը այն է, որ աղոթքը երկխոսություն է մարդուն եւ Աստծո միջեւ։ Երկխոսություն, այսինքն երկու անձերու միջև խոսակցություն։ Եվ լավ է, որ այսօր մասին մտածենք, որովհետեւ հիշենք, որ ադեններ մենք որքան որ մեր աղոթքին մեջ շատախոսություն գնենք, որքան որ գաղոթենք, նույնքան եւ ավելի կարեւոր է ադեններ լուր մնալ եւ լսել, որ Աստված ինչ կսե մեզի։ Եթե երկխոսություն է աղոթքը եւ իսկապես երկխոսություն է, հեչ արիտ տված ենք մենք մեր կյանքի մեջ լսելու Աստված, գիտնալու, որ Աստված ինքը ինչ կսե այն բանին մասին, որ մենք իրեն գտիմենք։ Ուկանք եկեղեցի, մեր մոմը գվարենք, խաչագնքենք, ուրիշներ գեզրապագեն իրենց աղոթքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գխնդրենք եւ գցկենք երթանք մեր առօրյան գշարնագենք։ Ուկանք բադարակներու շարականները գերքենք, գմասնակցիկ բադարակի, այս բոլոր բաները ճիշտ են, գեղեցիկ են եւ պետք են, բայց նաեւ պետք է հիշել, որ Աստված ինքն ալ մեզի հետ կխոսի մեր կյանքին մեջ։ Եվ Հիսուս անոր համար շեշտեց աղոթքի կարևորությունը մեր քրիստոնյա կյանքին մեջ։ Ինչու պետք է աղոթենք? Երկու բան ասեմ այդ մասին։ Պողոս առաքյալ եբրայեցիներու թուղթին մեջ գկրե նայինք մեր հավատքի հիմնադիրին։ Ինչու պետք է աղոթենք? Որովհետև Հիսուս ինքն է մեր հավատքի հիմնադիրը, ինքը օրենքները դրած է։ Եվ եթե քրիստոնյա ես եւ չես աղոթեր, ուրեմն քրիստոնյա չես։ Հիմնադիրը օրենքներ դրած է։ Այդ օրենքներուն առաջիններեն կնկատվի աղոթել, խոսիլ Աստծո հետ։ Երկրորդ, ինչու պետք է աղոթենք, որովհետև աղոթքը միակ միջոցն է, որ մեզ երկխոսության մեջ կմցնի Աստծո հետ։ Միակ միջոցն է, որ Աստծո հետ մեր գաբը հաստատ կբահե։ Նայեցեք, դիրեցեք մեր կյանքը։ Երբ իրար հետ կխոսենք հաջող, մեր հարաբերությունը կզորանա, կզարգանա, այն գաբը ամուր կմնա։ Բայց երբ հերանանք սիրելիները աշխարհակրական իմաստով, կամ մեր գաբը անչադենք իրենց մե, ինչ կլա, կամաց կհերանանք եւ գաբը կխզվի։ Անոր համար ամեն օր պետք է աղոթել, հարադև պետք է աղոթել, Հիսուս կսե հարադև պետք է աղոթել։ Բայց ինչ կնշանակի հարադև աղոթել? Օրը 24 ժամ աղոթել, օրը 12 ժամ աղոթել, 6 ժամ կամ 3 ժամ, ոչ։ Հարադև աղոթել Հիսուս իր կյանքին ընթացքին կբացատրե, եթե դիտենք Հիսուսի կյանքը, կհիշեցնե, որ հարադև աղոթքը հարադև հարաբերության մեջ ըլլալ է Աստուծո հետ։ Ամեն վարյան ձունգի քալ, դեր ողորմյան երգել, հայրմերը ասել, լավ բաներ են, բայց հարադև աղոթք չէ։ Հարադև աղոթքը այն է, երկու կյանքի ընթացքին կյանքդ աղոթք կդարձնես։ Երբ մեգումը խաբելու կարողությունը ունիս, հիշես, որ Աստված աչու զերքես մե եւ Աստուծո սիրուին աղոթքի վերածես քու արարքդ եւ չխաբես ուրիշին։ Երբ սուտ խոսելու արիթ ունիս, հիշես, որ Աստված գիտե, ներկա է, սրտերը կջանչնա եւ Աստուծո սիրուին կյանքդ աղոթքի վերածես եւ չսդես։ Կյանքը աղոթքի վերածել այդ մեկը կնշանակի։ Բայց Հիսուս այս արագին մեջ հարադև առանց վհադելու աղոթքի կարևորության մասին կխոսի։ Մենք մեր կյանքի մեջ գաղոթենք, ադեններ, երբ մեր աղոթքին պատասխանը չստանանք, կհուսահատենք, բայց Աստվածաշունչը մեզ կսորվեցնե մեզի, որ Աստված չաջաբարեր, բայց երբեք չուշանար։ Եվ եթե նայինք Աստվածաշունչի մեջ գարկ օրինակներ,
այդ մեկը մեզի գարձեմ հստակ կդառնա։ Հայր Աբրահամ Աստծուց մե հրամանը ստացավ ելնել եւ իր որդին զոհ մատուցանել։ Վստահ եմ, թեև Աստվածաշունչի մեջ չէ գրված, վստահ եմ Հայր Աբրահամին համար թյուրին չէր, բայց հավատք ուներ Աստծո։ Արավ իր զավակը վեր ելավ լերան վրա, ինչպես որ Աստված թելադրած էր, Աստվածաշունչը գկրե, երբ թանագը արավ, պիտի զոհ ընձահեր իր որդին, այն ադեն Աստված միջամտեց։ Աստված չէր գնար սկիզբեն ասել, որ գիտեմ, որ վիդնես մի իներ, բայց Աստված չաջաբար էր, հարմար ժամանակին, բայց չուշանար։ Հիսուս օրմնավակ մտավ իր առաքյալներուն հետ եւ քնացավ։ Գիտեր, որ փոթորիկ պիտի ելար, անշուշտ գիտեր, Աստված ամենագալ է, ամենադես է, ամենագարող է, բայց սպասեց մինչև որ փոթորիկը ելա, եւ փոթորիկի ընթացքին միան ելավ եւ փոթորիկը թատրեցուց, բայց իր աշակերտներուն ասավ ուր է ծեր հավատքը։ Անոր համար, երբ կխոսենք աղոթքի պատասխաններու մասին, միշտ հիշենք, որ Աստված չաջաբար էր, բայց երբեք չուշանար։ Ինքը ժամանակը գիտե, ինքը գիտե երբ պիտի միջամտե։ Աստված զանազան արիտներով կամ զանազան պատճառներու համար աղոթքները ադեն ներգուշացնե, ինչու, որովհետեւ մեր հավատքի չերմությունը դեսնե նույն հավատքով գաղոթենք, ադեն ներգուշացնե, որովհետեւ մեզ հավատալ սորվեցնե, որովհետեւ ավելի երգյուղով, ավելի հավատքով թիմենք Աստուծո եւ խնդրենք իրմեն։ Եվ Աստվածաշունչը դարձյալ բազմաթիվ օրինակներ գուտա, որ մենք պետք է աղոթենք եւ որ Աստված աղոթներուն կպատասխանե։ Մովսես մարգարե ամեն անգամ, երբ անաբադին մեջ դժվարության առջև գահանտիվեր, ինչ կներ, գերտար Աստուծո միջամտությունը կխնդրեր։ Հակոբ նահաբեդ Աստվածաշունչը կպատմե, որ օրը քիշերով եւ կջամփորթեր, կոդեմարդեցավ, գրիվ ունեցավ մարդու հետ, որ չջանցավ ով էր սկիզբը, բայց վերջը Աստված հայտնեց իրեն, որ Աստուծո հետ կմարդնչեր։ Եվ Հակոբ գսե Աստվածաշունչը ըսավ Աստուծո, «Բիդի չցկեմ մի երթաս, մինչև որ զիս չորտնես»։ Եվ Աստված գսե, «Տուն այլևս Հակոբ պիտի չլա անունդ, որովհետև Հակոբ խաբեբակը նշանակե նաև, այլ պիտի լա Իսրայել, Աստուծո հետ մարդնչող, որովհետև իր հավատքով իր ընթացքը փոխեց Հակոբ նահաբեդ, որովհետև անգե առաջ Աստվածաշունչի մեջ կգարտակ, որ իր եղբայրն ու հայրը խաբեց եւ ճիշտ ճամփում մեջ չէր, բայց Հակոբ նահաբեդ իր յանքը փոխեց, աղոթքով տարբեր ճամփ արավ եւ Աստված իրեն ասավ, «Տուն այլևս Հակոբ չես»։ Աննա մարգարեուին առաջին թագավորաց կրկին մեջ կգարտանք, որ այնքան հավատքով աղոթեց, որ Աստված իրեն դվավ որդիմը, որդի չէր գնար ունենալ, բայց միայն իր լեցուն հավատքով աղոթքներուն արդյունքով Աստված իրեն Սամուել մարգարեն դվավ։ Ավետարանի մեջ, Աստվածաշունչի մեջ Եսայի մարգարեն անունը գտերատրե։ Եսայի մարգարեն մարգարեացած էր, որ Երուսաղեմը պիտի գործաներ, եւ ինչ կսե իր ժողովրդին գսե, ով զասված փնդրող մարդիկ, զասված հանգիստ մի ցկեք, մինչև որ դարձյալ Երուսաղեմը իր парքին մեջ չվերագանքնե։ Ահա վասիկ, Եսայի մարգարենալ եւ բոլոր մյուս մարգարեները եւ օրինակները Աստվածաշունչին մեջ մեզի այսօր գտելատրեն անհանգստացնել ճագերտներու մեջ զասված մեր աղոթքներով։ Խորքին մեջ չենք անհանգստացնել զասված, այլ Աստուծո ցույց կտանք մեր հավատքի գրագը։ Աստուծո միշտ ասել կտանք, որ Աստվածիմ, գիտեմ որ գիտես, գիտեմ որ գլսես, գիտեմ որ գճանչնաս, միջամտեք յանքիս մեջ։ Հայտնության քրքին մեջ ալ նախատասությունը գա, որ մենք երկենք ապրիլյան նահատակած շարականին մեջ։ Ուրեմն երբ ավետարանիչը դեսիլքը մը գդեսնե հավատացյալ սպաննվողները, արդարները կգոչե, եւ գդեսնե, որ այդ արդարները Աստուծո գսեն, ով դեր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ երբ լուր պիտի մնաս, եւ մեր արյան վրեժը պիտի չառնես երկրի բնակիչներն,
երկրի բնակիչները ասել գուզեմ մեղավորներ են, որովհետև երկինքի բնակիչները արդարներն են, երկրի բնակիչները անոնք են, որոնք երկրին կգաբվին։ Եվ հայտնության գիրքը կշարունակե ասելով, եւ Աստված իրենց կպատասխանե ասելով. քիչ մնալ համբերեցեք, մինչև որ թիվը ամբողջանա ծեր եղբայրներուն եւ ծառայագիցներուն։ Այսինքն Աստված չաջաբարեր, բայց երբեք չուշանար։ Աստված գիտե երբ պիտի միջամտե, Աստուծո քով բամը չի գործվիր։ Անոր համար Հիսուս կսե արդյոք երբ աշխարհի օրը եւ որքամ հավատք պիտի գտնեմ եւ այսօր եկեք մենք ուխտնենք, որ այնքան չերմերանտ աղոթողները լանք, որպես երբ Աստված կա դեսնե որ երկրի վրա աղոթողներ կան։ Աղոթքը որովհետև շատ բան կփոխի։ Հայր Աբրահամ երբ իմացավ, որ Սոդոմ եւ Գոմորին վրա Աստված աղետը պիտի բերե, Աստուծո հետ երկխոսության մեջ մտավ, սա որ Աստված իմ եթե 50 հոգի գա, արդար, ադ 50 հոգին, անոնց ալ պիտի սպանես մույսերուն հետ։ Աստված ասավ լավ, 50 հոգին համար ամբողջ քաղաքը եղածին պես կբայեմ։ Չգար 50 հոգի։ Հայր Աբրահամի հետ երկխոսության մեջ կմտներ եւ միջև մեկ կհասնի, գսե մեկ հոգի լան է անոր սիրուն, չես ողորմիր ամբողջ քաղաքին։ Աստված գսե նույնիսկ եթե մեկ հոգի լա, անոր սիրուն քաղաքը կբահեմ, բայց դժբախտաբար նույնիսկ մեկ հոգի չգար այն ժամանակ այն քաղաքի մեջ, որովհետեւ Աստված ողորմություն ցույց տար։ Այսօր մեր կյանքի մեջ հաջող կլսենք, նորեն մի դաղոթենք, կամ գսեն աղոթքով այլևս դեղ չենք հասնի։ Ես գսեմ, եթե աղոթքները չլային, մենք շատ ավելի քեշ դեղ հասած էինք։ Անոր համար ձեր աղոթներու մեջ հզոր մնացեք, որովհետև երկնքի արքայությունը զորավորներուն է։ Հիսուս երբ որ գխոսեր որ իր աշակերտներուն նորեն, ասավ որ Հովանես Մգրդիչի քարոզութենեն մինչև հիմա իր օրերու մասին գխոսե, մարդիկ երկնքի արքայությունը ցերկ ցկելու համար ուժ կփանեցնեն եւ միայն զորավորները ցերկ ցկեցին այդ երկնքի արքայությունը, որոնք են զորավորները, որոնք չեն հոգնիր աղոթել է, անոնք որոնք չեն հոգնիր հավատք ցուցաբերել է։ Վերջապես սիրելիներ, այսօր լավ արիթ է, որ մենք վերանորոգվենք աղոթքի զորությամբ աղոթելու համար միշտ անդադար, որովհետև Քրիստոսի թելադրությունն է մեր հավատքի հիմնադիրին, որով օրհնյալ եք բոլորդ այժմ եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։